Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Ջյունիկ Աղաջանյանը, բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, 4 թեմա ենք առանձնացրել, երևի սկսենք եկեղեցու թեմայից, ահաբեկչությունը, օկուպացիան, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվում է, մի քանի եկեղեցիներ իրականում օկուպացված են, իմ հյուրերի շատերը շատ ճիշտ են նկատում, որ երբ որ մենք դադարենք իրենց ընկալել, որ այսօրվա հայ ազգի ներկայացուցիչներ են, այս կամ այն ճանապարհով եկել են իշխանության, քանի դեռ մենք այդպես ենք ընկալում, մենք ոչ մի բանի չենք հասնի, իրականում մեր երկիրը օկուպացված է թշնամու կողմից եւ հիմա դա տարածվում է նաեւ հայ առաքելական եկեղեցու վրա։ Շատ ավելի կոնկրետ քայլերի են անցել, մի քանի եկեղեցիներ ուղղակի թույլ չեն տալիս, որ օցիալ մեր հոգևորականները արարողություններ իրականացնեն, պետք է անընդհատ մեր հայրենակիցներին ասել, որ կարգալույծ եղած հոգևորականները, ի պաշտոնե, այդ պաշտոնը չզբաղեցնող հոգևորական նրանք, ովքեր որ արարողություններ են անցկացնում, դա նրանք տիրադավներ են, դավաճաններ են, հուդաներ են եւ այդ ամենը մերժելի է, դրա մասին մի քանի անգամ հայ առաքելական եկեղեցիս մայր տաճարի տարածել են հաղորդագրություններ, որ այդ պատարակները եւ կնունքները, հարսանեկան արարողությունները դրանք ընդունելի չեն։ Սա իգիտություն, երբ որ դուք գնում եք ինչ-որ արարողությունների, անպայման ճշտեք այդ հոգևորականը արդյոք կարգալույծ է, թե կարգալույծ չէ։ Սա իգիտություն բոլորի։ Հիմա կիրակի օրը մենք տեսանք, որ հերթական եկեղեցին իրենք օկուպացրեցին, Մասիսի եկեղեցին, գիտեք, որ արդեն պաշտոնանկ է արված, բայց այդ մարդը շարունակում է մնալ այնտեղ, տարածքը չի զիջում, նորանշանակը Մասիս համայնք, ինչ-որ համայնքից մեկում է այդպես այնտեղ կլինի, առայժմ հույս ունենք, որ ի վերջո այդ մարդը կազատի այդ տարածքը, Գևորգ Սրբազան, ասեմ, չգիտեմ էլ անգամ իրեն ինչպես դիմեմ։ Մինչև իշխանափոխություն հազիվ թե։ Տեսնենք թե ինչպես կլինի այս ամեջը, չնայած դուք ճիշտ եք, մենք այս պայքարը պիտի լինի ընդհանրապես այս իշխանության դեմ, որտեղ այսպես տեղերում բան պայքարը իր արդյունքը որոշակի տալիս է, մի քանի անգամ մենք հաջողություն արձանագրել ենք, բայց սա պիտի լինի կազմակերպված եւ իսկապես վերջնական ազատագրում պիտի լինի։ Ինչ տեղի ունեցավ, ուրեմն ինչպես ասեցի, օկուպացրեցին նոր եկեղեցի են օկուպացրել, շարունակում է, հիմա ասում է, ել չեմ հայտարարելու Նիկոլը, թե որ եկեղեցի եմ գնում, ինքը կորոշի եւ կգնա, նաեւ պետք է արձանագրենք, որ ինքը ձախողել է, որտեղ մի քանի անգամ հայտարարեց, որ վերջ հոկտեմբերին կազատագրի, ամանորի շեմին կազատագրի, չգիտեմ ինչ, բայց ինչպես տեսնում ենք, իր նպատակին չի կարողանում հասնել, իհարկե ինքը շարունակում է պղծել, բայց վերջնական իր նպատակին ինքը չի կարողանում հասնել, իսկապես մեր հազարամյա հայ առաքելական եկեղեցին ինչպես անսասան մնացել է, մենք տեսնում ենք, որ թշնամին ճիշտ էր, ինքը շարունակում է մնալ ամենաուժեղ կայուն կարծր կառույցներից մեկը հայ առաքելական եկեղեցին, բայց ինքը որոշակի զիջումներ էլ տեսնում ենք, որտեղ նախ ինքը ձախողել է ինչում, եթե կհամաձայնեք երևի Տիկին Աղաջանյան, երբ որ սկզբում գնում էր, այդ ԿՊԱ-ականները բոլորը լցված, հիմա տեսնում ենք, որ չկա այդպիսի բան, 1-2 ԿՊԱ-ական է մնացել իր շուրջը, իբրիդեպ մամուլում էլ գրեցին, որ դժգոհություն է հայտնել, որ այդ ինչպես է, որ Աննան չի գնում, չի մասնակցում, բայց իրենց պարտադրում են գնալ, այդ բարձրաստիճան ԿՊԱ-ականների մասն է խոսքը։ Հիմա իրենց հույսը մնացել են կոմունալների աշխատակիցները, մնացել են, չգիտեմ, Վեդի Հալկոյի աշխատակիցները, այսպես նրանց պարտադրում են, որ դուք պիտի վարչական ռեսուրս։ Այո, ընդհանրապես դա է մնացել, ես երեք ասեցի, որ եթե ժամանակին ոգևորված Նիկոլն ասում էր Սերժ Սարգսյան, դուք իրավիճակին չեք տիրապետում, հանգիստ կարելի ասել Նիկոլ դու էլ չես տիրապետում, որովհետև դու իրոք մնացել ես միայն այդ վարչական ռեսուրսի հույսին եւ մեկ էլ են պարետների, որ 500,000-600,000 գումար ես տալիս, փողոցից բերած մարդիկ, որոնք ընդհանրապես մի հարցազրույցով բացարձակ ոչ պրոֆեսիոնալներ եւ կրթություն չունեցող անձանց տվել ես այդ պաշտոնը եւ այդ դիրքը եւ այդ աշխատավարձը մնացել է դրանց հույսին, այն որ ինքը մեծ փրթում էին ընտրել են բան, մի քանի ընտրություն ցույց տվեց, որ դու ոչ ընտրող ունես, քեզ ընտրողներ չկան, ոչ համախոհներ ունես, միայն վարչական, ինչպես ճիշտ նկատեց Տիկին Աղաջանյանը, վարչական ռեսուրսի հաշվին կարողանում ես այդ մի 100 հոգու ստիպողաբար բերել, նայել դժգոհությունը տեսակ դժգոհություն էլ տեսակ չէ, այո, մարդ ասում է հիվանդ, նոր վիրահատել են, ինձ Սառնամանիքին բերել են, դու կարծում եք պատահական էր, որ Վեդի Հալկոյի աշխատակիցներն էլ ասեցին,
Պետեդագոգի աշխարհ, այսինքն բարձ է, չէ՞ որ իրենք դժգոհ են այդ ամեն ինչից, որ իրենք հակաստվածային, հակաեկեղեցական քայլի են ստիպում մղում իրենց, որ գնում են դրան։ Եվ մի փոքր ակտիվացավ Աննան, եկավ եւ մասնակցեց, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այդ հանդերձի, եւ նաեւ իր հայտարարությունը, որ ինքը ներողություն է խնդրում, չի գնալ, խնդրեմ, եկեղեցու թեման եւ նաեւ այս անձերի։ Գիտեք, եթե չեմ սխալվում, վերջին մի քանի հարցազրույցներին, գոնե այս տաղավարից, երբ որ արդեն փորձ էր արվում եկեղեցու դեմ այս ասպատակումները որոշակի ալիքի վերածել եւ դա հիմնավորման տեսք տալ, ես հստակ նշել եմ, որ սա ворթեգրած քաղաքականություն է, դրսից թելադրված, հստակ ուղղորդվող այդ արևմտյան կենտրոններից եւ թուրք-ադրբեջանական պահանջներից եւ նպատակը մի քանիսն է։ Ամենակարևորը, որը մեր թշնամիները շատ լավ ճանաչում, երբ որ ասում եմ թշնամիներ, ես միայն թուրքերին եւ ադրբեջանցիներին նկատի չունեմ, նաեւ այդ ծրագիրը հղացող եւ իրականացնող կենտրոններին, որոնք հենց արևմտյան այդ գլոբալ ծրագրի իրականացման հեղինակներն են եւ դրա նպատակով հենց Արցախը զոհաբերեցին Ադրբեջանին հանուն հերահար այն քայլերի, որ մենք այսօր տեսնում ենք եւ Իրանում եւ Ռուսաստանում։ Դա մասին մենք երևի թե կխոսենք։ Այստեղ խնդիրը նրանում է, որ այդ ծրագրերի իրականացման ճանապարհին հայ ժողովուրդը իր ինքնությամբ համարվում է սեփ։ Եվ այդ սեպը վերացնելու համար նրանք որդեգրել են ինքնությունը ոչնչացնելու քաղաքականությունը։ Դա իրականացվում էր թե պատերազմի միջոցով մեզ պարտության մատնելով, թե կրթության ոլորտում մեր պատմությունը մշակույթը խեղաթյուրելով եւ դա փաստացիորեն այսպես փոխարինելով ինչ որ անհասկանալի հեղինակներով, անհասկանալի գաղափարներով, իբր թե գենդերային հավասարության եւ այլնի այդ թեզերով այդ մեր կրթական ամբողջ ծրագիրը խեղելով եւ հայը որպես հայ մեծացնելու եւ հայի ինքնությունը պահպանելու այդ ամբողջ շարքը ոչնչացնելու ճանապարհին դա նաեւ իրականացվում էր թե մեր տնտեսական անվտանգությունը, տնտեսական կայունությունը ոչնչացնելու, թե մեզ պարտքային կախվածության մեջ դնելու, որի արդյունքում մենք այսօր ունենք միլիարդների հասնող պարտք, պետական պարտք, որը հետագայում դեռ հարվածելու է մեզ ժողովրդին, ժողովուրդը դա չի պատկերացնում, չի հասկանում, որտեղ այնտեղ ինչ-որ թվեր են հնչում, բայց դա մեր վրա յուրաքանչյուրիս վրա ավելացող պարտք է, որի դիմաց միայն միլիոններով պարգևավճարներ են վճարվում, որպես պետական կաշառք հետագա ուրեմն աջակցությունը ստանալու նպատակով։ Այս հարցում եւ հատկապես թուրքերի ու ադրբեջանցիների կողմից թե հայոց ցեղասպանության, թե Արցախում իրականացված ցեղասպանական գործողությունների մարսման process-ը անցկացնելու համար նրանց պետք է ոչնչացնել Սփյուռքի դիմադրողականությունը եւ դրա առանցքային հանդիսացող նաեւ հայոց եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին այն կառույցն է, որի շուրջ համախմբված է Սփյուռքը եւ որը կարող է ոտքի հանել բազմահազար մեր հայությանը հանուն սեփական ազգային նպատակների իրականացման։ Նաեւ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը ցույց տվեց, որ նա նաև Հայաստանում կարող է հետ մարդկանց ոտքի կանգնացնել եւ թույլ չտալ նրանց ողնաշարը վերջնականապես ջարդել, դիմադրողականությունը ապահովելով եւ համախմբումը ապահովելով այն հանրային զանգվածների շուրջ, որոնք չեն ուզում կուսակցական որևէ ուրեմն թևի կամ խմբի աջակցություն ցույց տալ։ Այսինքն այդ համազգային համախմբումը ոչնչացնելու կամ մեր դիմադրողականությունը գլխատելու նպատակով այս արշավը հերթական անգամ ոտքի հանվեց եւ այստեղ արդեն ծրագրային քայլեր գնացին օգտագործելու այն կոմպրոմատային ուրեմն տվյալները, որ իրենց ձեռքի տակ կար, որոշակի սրբազանների պոկելու եւ նրանց միջոցով գործող եկեղեցու ղեկավարությանը հակընդեմ ինչ որ մի թև ստեղծելու համար։ Իրենք ենթադրում էին, որ ժողովուրդը հաշվի առնելով, որ այդ վարչական ռեսուրս ունեն եւ այլն կարող է աջակցություն ցույց տալ եւ դրա հաշվին իրենք որոշակի հանրային զանգված կարողանան դուրս բերել։ Բայց կներեք, մենք այստեղ հոգեվոր ոլորտի հետ գործ ունենք, Աստծո հետ գործ ունենք եւ անկախ նրանից թե ով է նստած մեր եկեղեցու գլխին,
ժողովուրդը նաև Աստծո հետ հաղորդակցելու եւ սեփական խղճի ու մեղքի զգացողության հետ կապված հարցեր ունի եւ այստեղ այդ շեմը անցնելը ամեն մեկի համար անհատապես անկախ նա գրպանը լծվող գումարից դա այդքան հեշտ չէ շատերը այդ մեղքը եւ դրանից սպասվող պատիժը իրենց համար այն խոչընդոտն է, որը հաղթահարել բավական դժվար է։ Եվ դրանով է պայմանավորված նաև, որ այս մարդկանց այդ բազմաթիվ ջանքերը, վարչական լծակները օգտագործելով, սպառնալիքները, ինչ որ անհասկանալի խմբերի այնտեղ բերելը, որոնց մի մասը նաև աղանդավորական խմբեր են, իրենց չի հաջողում հանրային իրոք ներկայություն ապահովել եւ դա բնական է հաշվի առնելով մեր ժողովրդի համար հայոց եկեղեցու ինքնության անբաժան մասը դարձած լինելու հանգամանքը եւ այստեղ իրենք ձախողել են պատահական չէ որ այդ ձեր նշված անձը խոսում է որ այլևս չի հայտարարելու հույս ունենալով որ պատահականորեն մարդիկ կգնա եկեղեցի դրանով իրենք ինչ որ հանրային ներկայություն կապահովեն ոչ թե արդեն այդ ծանոթ դեմքերը որոնք մարդիկ անգիր գիտեն այլ արդեն պատահական է եւ նաեւ այս Վերի Ալկոյի եւ այդ խեղճ ու կրակ վիրահատված անձնավորության այս փաստերը որը մեր Փառք Աստծո լրատվային միջոցները հանրայնացրեցին ցույց տվեցին որ այս մարդկանց փաստի առաջ են կանգնացրել ես չգիտեմ իրենց ինչ են ներկայացրել եկեղեցի պատարագի ուղարկելուց առաջ գուցե ինչ որ բան են խոստացել կամ նշել են որ չգիտեմ տոնական ինչ որ արարողություն են պատվիրել բայց իրենք գալով այնտեղ արդեն հասկացել են ինչի մեջ են թաթախվելու երկրորդ անգամ նման մարդիկ չեն գնա բայց նաև իրենց արդեն դրվագը կանխարգելի չէ հաջորդների համար այսինքն ակնկալել որ մյուսները արդեն թելադրանքով նման քայլի կգնան արդեն չի ստացվելու այսինքն իրենք փորձելով հերթական անգամ ստի ու խապկանքի միջոցով մեր հանրության ինչ որ աջակցություն ցույց տալ այդ թաթերական բեմականացումը իրականացնել իրենք փակեցին հաջորդիվ նմանատիպ դրվագներով մարդկանց հավաքելու հնարավորությունը եւ այստեղ մենք հասկանանք որ սա հստակ թելադրված քաղաքականություն է իրենք շատ լավ հասկացել են որ եկեղեցու դեմ իրենց արշավը չի հաջողել եւ չի հաջողելու եւ իրենք ուղղակի դա փորձում են օգտագործել քանի որ միանգամից այսպես փակել այդ արշավը հնարավոր չի որտեղ ոչ իրենք կարող են իրենց պարտությունը խոստովանել ոչ էլ իրենց տերերը թույլ կտան որ ուղղակի ձերբազատվեն այդ քալից նրանք շարունակելու են այս հանրային լարվածության աճեցմանը ուղղված գործողություններ նաև ադրբեջանական եւ թուրքական հատվածներում իրենց հերթական հանձնումները եւ իրենց այդ զիջումները քողարկելու նպատակով այսինքն այսօր հանրությունը զբաղված է եկեղեցու հետ կապված այս խնդիրներով եւ մեր թե սահմանային իրադարձությունները վիճակը եւ թե իրենց խոստացած հայ-թուրքական սահմանի բացումը արդեն ուշադրությունից դուրս է մնացել, լրահոսից դուրս է մնացել, բայց մենք գործում ենք մի դաշտում, որտեղ հստակ ձեռագիր գոյություն ունի քաղաքական տարբեր ակցիաների միջոցով հանրային ուշադրությունը շեղել, զոհաբերելով մեր շահերը, մեր թշնամիներին։ Եվ դրանով է նաև պայմանավորված, որ այսօր արտաքին գործերի նախարարը կարծեմ Միացյալ Նահանգներում է գտնվում, որի մասին մենք տեղեկատվություն չունենք եւ ստանում ենք զուտ պետքարտուղարության հանդիպումների նախատեսված հանդիպումների ցանկից եւ սա պատահական չէ որտեւ սա առնչվում է նաեւ Իրանի շուրջ այս զարգացումների որի նպատակով էլ այդ ճնշումները գործադրվել են եւ որի հետ կապված էլ նաեւ Հական Ֆիդանը վերջերս բացահայտեց ամերիկյան իշխանությունների հետ իրենց համաձայնեցված գործողությունների ծրագրերը։ Մինչև իրան գնալը այս ընտանիքի, հա, Աննայի խնդրեմ։ Մինչև դրան մենք հասկանանք եւ սա կարեւոր է մեր ժողովրդին հասկանալ։ Մեր ժողովրդի դիմադրողականությունը խափանում է մեր թշնամիների մերիս կործանմանը ուղղված ծրագրերը։ Յուրաքանչյուրի այս լուր թեկուզ քայլերը որը որևէ կերպ իրենց չի ներկա լինել պատարակներին օրինակ ներկա լինել իրոք հա հոգևոր իրավունք ունեցող ծառայություն մատուցելու իրավունք անձանց կողմից իրականացվող պատարակներին եւ թույլ չտալու
տարբեր սանդրանքների միջոցով բախումներ ստեղծել, որտեղ դրան անդադ փորձ է արվում հրահրել, որտեղ այդ բախումները արհեստականորեն սադրվում են, որպեսզի այդ հոգևոր նաև առաջնորդներին կալանավորելու մեկուսացնելու հնարավորություն ունենան եւ նաեւ այն հանրային ուրեմն առաջնորդող ուժերին, որոնք կարող են իրենց շուրջ համախմբել մարդկանց եւ դուրս բերել այս իշխանությունների դեմ գործողությունների։ Մեր ժողովրդի երկու քայլը, առաջինը տուրք չտալ սադրանքներին, երկրորդը թույլ չտալ, որ կարգալույծ քահանաները իրենց համար որևէ ծես կատարեն, դա միանշանակ է եւ յուրաքանչյուր անգամ որ իրենք նմանատիպ ինչ-որ բաներ նախ եւ առաջ ճշտեք կարգալույծ եք ոչ նրանց երեսներին ասել որ դուք կարգալույծ եք իրավասու չեք, դուք հայ առաքելական եկեղեցու սպասավորը չեք եւ ձեր կողմից մատուցված պատարակը դա մեղսագործություն է, որին իրենք մասնակցելով իրենք այդ մեղքի բաժինը իրենց վրա են վերցնում։ Սա մենք հասկանանք, բացի նրանից, որ իրենք քրեական օրենսդրությամբ մասնակից են դառնում, նրանք նաև հոգևոր մեղքի տակ են մտնում, կամա թե ակամա, եթե մտածում են, որ ինչ-որ բարեկամ ինչ-որ մեկի թելադրանքով ինչ-որ քայլ են անում, դուք հիշեք մի ժամանակ փորձեցին հարսանեկան արարողություն անել, ինչ-որ բան անել։ Չէ, հենց իմացան, որ կարգալույց է եղել։ Իրենք հրաժարվեցին, որ այդ հոգևորական արարողություն անի, այո։ Իրենց կյանքը, իրենց ընտանիքը սկսել մեղքի գիտակցումով։ Դա շատ կարևոր է։ Եվ այդ երեխային, որ կնքում եք, եւ երիտասարդներին, որ փսակում եք, իրենց եւս գցում եք մեղքի տակ։ Ի սկզբանե դուք այդ մարդկանց կամա թե ակամա ձեր քաղաքական, չգիտեմ, անձնական ինչ-որ շահերի համար մեղքի տակ եք դնում, անկախ նրանից, թե դրա ուրեմն հետևանքները ինչպիսին կլինեն ընդհանուր այդ հասարակության կամ զարգացման համար։ Եվ այս պարագայում դա եւս ցույց է տալու, որ այս մարդիկ տեղ չունեն հասարակության մեջ, որ նրանց քայլերը որևէ կերպ արդյունք չեն տալու եւ դա շատ կարեւոր է։ Երկրորդը, որը մենք տեսնելու ենք եւ դա ես շատ ուրախությամբ եմ նկատում, որ ընդհանուր քաղաքական դաշտի համախմբում կա եկեղեցու շուրջ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, գաղափարներից, նախկինում քննադատած լինելով, չլինելով եկեղեցու։ Ես իմիջիալոց այդ եկեղեցու պաշտպանության օրը եւ Բևերի ներկայացուցիչներին տեսա, եւ հանրապետական, եւ մեր ձևով, եւ հայերական դաշնակցություն, բոլորը կային։ Դա շատ կարեւոր է, որտեղ նաեւ այդ ինքնության իհարկե շատ պիտի լինեին, թիվը շատ ավելի մեծ պիտի լինի ամենտեղ, բայց ինչ-որ համենայն դեպս այն նպատակով, որ նպատակով այդ մարդիկ սխալվում են, ասում են նկարը դրել եք, խոսեք, փոխեք հիմա ձեր նկարը, որտեղ այս անձնավորությունը բացի բանը, դա է ուզում ասել, որ մեկնաբանը ծրագրված գործողություններից եւ հստակ մտածված սիմվոլիկայով առաջնորդվող գործողություններից ինքը ոչինչ չի անում ազդարարելով հաջորդարկը, այո, սիմվոլիկ է ամեն ինչը, որտեղ հերվիս տպավորություններ, որ խաչ է գլխարկի վրա, եւ սովորաբար կանայք զարդը գլխարկի վրա ոչ թե ճակատի այդ մասում են դնում, աջ կամ ձախ կողմում են դնում, որտեղ դա արդեն ամբողջ դեմքի ուշադրությունը շեղում է դեմքից եւ ուղում է, բայց սա սիմվոլիկ խորհուրդ ուներ եւ ինքը արժեվից գնացող էր եւ կարծես փորձում էր այդ հոգևոր առաջնորդի ինչ-որ մի կերպար ընդունել։ Ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ արդեն սկսել է տարբերակել իրենց կողմից այդ հանրությանը ուղղվող ուղերձները եւ դրա իրական նպատակները հասկանալ, որ յուրաքանչյուր նման դրսևորում լինի իր կողմից ինչ-որ գրառումներ, թե իր կողմից կերպարանային ինչ-որ պատկերացումներ, նրանք բոլորը ազդարարում են հաջորդող շատ վնասակար եւ մեր ժողովրդին վնասող ու կորուստ բերող քայլերի մասին։ Մենք շատ զգույշ պիտի լինենք հասկանալով այդ ամենը, թույլ չտալ նման քայլերի իրականացումը։ Խաչի նման էր դա, թե ոչ։ Դե հերոս նման տպավորություն էր թողնում։ Այսինքն ես նկարտում եմ, որ առաջիկայում հոգևոր առաջնորդի կամ չգիտեմ ինչ աղանդավորական ինչ-որ բանի հոգևոր առաջնորդին մեր փոխեն եւ իրենց համար դրածո եւ կամակատար ինչ-որ մեկով փոխարինեն, որպեսզի պատահական չէր այս գլխարկու խաչը։ Կարծում, որտեվ կարծեմ այստեղ խնդիրներ կան նաեւ իրենց մեր եկեղեցու պատկանելության հետ կապված, այստեղ հարցեր կան։ Հա, նման մարդիկ Արևմտյան Հայաստանում քանի եկեղեցի եմ տեսել, որ մսկիթ են դարձրել։ Հիմա մեր եկեղեցիները չգիտեմ ինչ կդարձնեն։ Չգիտեմ ինչ, մի բան կդարձնեն ու կգնան խոսքի ինչ-որ մի բան, հա, չգիտեմ, աղանդավորական որևէ շարժմանը այսպես հարվող ինչ-որ մի բան, հաշվի առնելով որ այս տիկինը բավականին
մեծ սիրով Հռոմի պապի ձեռքն է համբուրում, բայց մենք երբևէ չտեսանք այդ նույն ուրեմն խոնարհումով մեր եկեղեցու հայրապետի արչև ներկանալ, հակառակը տեսանք ամենաանպատկառ կերպարանքով այնտեղ հայտնվելը։ Այս պարագայում սրանով սահմանափակվենք, սա ուղղակի զգուշացում, որ ուշադիր եղեք, պատրաստում են հերթական զիջումները, այդ զիջումները պատահական չէ, նրանք չեն կարող այս պահին ուղղակի Այսինքն զբաղեցնում են նաև եկեղեցու թեմայով։ Այսինքն եւ միանգամից մի փամփուշտով այո, բնականաբար նա որևէ գործողություն միավեկտոր չէ, եւ այս պարագայում մենք հասկանանք, որ այդ պատվերը, որը իջեցված է ջարդելու մեր ժողովրդի դիմադրողականությունը, իսկ առաքելական եկեղեցին նրա կարողությունները թե Հայաստանում, թե Սփյուռքում միանշանակ են համախմբման եւ ժողովրդին կայուն ամուր եւ նրա ազգային պատկանելությանը այսպես անսասան պահելու հարցում միանշանակ է, դա հազարամյակների արդեն մեր պատմությունն է ապացուցել եւ այստեղ մենք հասկանանք, որ մի քանի նպատակ է հետապնդվում եւ մենք մեր գործողությունները թույլ չտանք, որպեսզի դրանք հաջողության հասնեն։ Մեկ միջանկյալ հարց Իրանի թեմային ենք։ Հիմա գալու մեծ աղմուկ է բարձրացել ԿՊԱ-ականների կողմից, պարզ է, որ հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը, շատ տարօրինակ է, որ այսպիսի ոգևորություն մենք չտեսանք, երբ որ թշնամի երկրի ղեկավարը իր նկարտումների մասին բաց ծրագրերի մասին պարզ խոսում է, ասելով, որ գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան, դա Հայաստանի հայ ժողովրդի հաշվին է, ինչ-որ տարածքների մասին է խոսում, Սևանի մասին է խոսում եւ այլն, ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն։ Ավելին, երբ իրենց առաջնորդին ոտքերի տակ էր տալիս, ասում էր հարբեցող ծաղրած, օրինակ Տիգրան Հակոբյանը հառայի ղեկավարը, որ sense ոգևորվել է, ասում է, պետք է Սալավիովին զրկեն այդ շքանշանից, չգիտեմ ինչից, օրինակ շատ բանը անշնորհք մատ դուրս եկավ Նիկոլի հարցում, որտեվ այդ մարդը քեզ օդի միջից բերել դրել է այդ պաշտոնին, բարձր աշխատավարձեր է ստանում, մեծ հաշվով ոչ մի բանի դիմաց, առանձնապես եսի մինչեր չի անում, օրինակ այդպես բան կարող էր, չէ, համարձակություն դրսևորել, մի երկու խոսք օրինակ Ալիևին ասել, չէ։ Դա չենք լսում, ես քիչ առաջ էլ ասեցի, Էրդողանն ասեց թրի վրա մնացած մի հատ մասի կտորա, չէ, այ ժողովուրդը, բա դու այդ մարդու հետ պատրաստ է գնալ ոտքերը լիզել ու բարեկամությունից ու հարևանությունից եք անverջ խոսում, ինչ որ առևտրից եք անverջ խոսում, ոչ մի ձայն ԿՊԱ-ականների Նիկոլի Տիգրան Հակոբյանների կողմից ոչ մի բան չլսեցինք, բայց Սալավիովը, երբ որ Սալավիովը այնպես չէ, որ նոր ենք ճանաչում, ինքը էքսցենտրիկ մարդ է, այո, երբեմն ծայրահեղ ինչ-որ sense բան հայտարարություններ անում, երբեմն շատ ռադիկալ ինչ-որ հայտարարություններ անում, ընդ որում եւ կարող է իրենց իշխանությունների հետ կապված իրենց պաշտոնը բազմիցս, ես եմ լսել, կարող է այդպիսի հայտարարություններ անել, երբեք չի թաքցրել իր բարեկամությունն ու հարազատությունը, նվիրվածությունը հայ ժողովրդի նկատմամբ, հատկապես Արցախի եւ Արցախահայության նկատմամբ, հրապարակային խոսել է, լուրջ սուր քննադատության է արժանացել Ադրբեջանի իշխանությունների եւ ադրբեջանցիների կողմից։ Եկեք չմոռանանք, թե ինքը ինչ էր հայտարարում 20 պատերազմի օրերին, պատերազմից հետո, անգամ քննադատում է ռուսական իշխանության եւ շատ ուժերի, որ դուք ինչպես կարելի է զիջել, ինչպես կարելի է չպայքարել, կանգնած էր Արցախահայության կողքին եւ քննադատում էր իրենց, բայց տեսեք ինչ մի հրանգավորված բան գնաց, այն մնացած հայտարարությունները չեն հիշում, որ իրենք ոչ թե հայտարարությունները, գործողությունները մեր Հայաստանի իշխանությունները երջանկացած ասում են, որ Եվրոպան քանի միլիոն, 15 միլիոն է տրամադրելու, այդ արտաքին միջամտություն չի, մարդիկ գումար ուղարկելու են, գալու են ակտիվ մասնակցեն, այդ արտաքին միջամտություն չէ, այդ վայնասունը ինչ որ չի լսվում իրենց կողմից, ավելին, այդ վայնասունը չլսվեց, երբ որ մեր ռազմական էլիտան հայտարարեց, Նիկոլի հրաժարականի պահանջով հայտարարությամբ հանդես եկան, ով առաջինը արձագանքեց Թուրքիան, Թուրքիայի իշխանությունները, դա ներքին գործերի միջամտություն չէր, այսպիսի վայնասուն չլսեցին ԿՊԱ-ականների եւ այսօրվա իշխանությունների կողմից, բայց մի մեկնաբան, այսպիսի բան է ասում, դուք տեսեք հələ ինչ հարցակում է Սալավիովի հայ ժողովրդի բարեկամ, որ մեկ անգամ չի եղել, նորից եմ կրկնում, մեկ անգամ չի, որ դա մենք տեսել ենք, այսպես մեծ վայնասունն է բարձրանում Սալավիովի նկատմամբ։ Դուք ճիշտ նշեցիք, որ նա ընդհանրապես մեկ մեկնաբան է եւ տվյալ պարագայում կարող ենք նաեւ ավելացնել ձեր նշած շարքին, իսկ ուր կորավ խոսքի ազատությունը։ Տվյալ այս պարագայում մենք հասկանանք, որ թե Սալավիովը, թե մյուս մեկնաբանները
ազատ են իրենց կարծիքը եւ մտքերը արտահայտելու, անկախ նայած թե մենք դրա հետ որքանով ենք համամիտ կամ ընդհանրապես այդ մոտեցումները ինչքանով են հարիր մեր պատկերացումներին։ Փաստ է, որ ռուսական իշխանությունները մշտապես գործել են ցանկացած երկրում տվյալ երկրի իշխանությունների հետ, համարելով, որ եթե ժողովուրդը նրանց բերել է իշխանություն, ուրեմն նրանք ունեն ժողովրդի աջակցություն, անկախ նայած իրականում ունեն աջակցությունը թե ոչ։ Սա իրենց մեթոդոլոգիան է, որը հակառակ է նույն արևմտյան մեթոդոլոգիային, որ իրենք լավ էլ խառնվում են, լավ էլ բերում են, հեղաշրջում անում են, նախագահային առևանգում են, իրենց դրածոներով երկիրը ավերում, թալանում են, ավերների են վերածում եւ անգամ այդ պարագայում չեն թողնում, որ երկիրը հանգիստ փորձի ոտքի կանգնել։ Աֆղանստանը, Իրաքը, նույն հարավսլավական բոլոր նախկին հանրապետությունները օրինակ այդ խնդիրները երբեք չեն վերանում եւ դեռ մի բան էլ ավելի խորացած են։ Նույն Կոլումբիայի պարագայում, որ տասնամյակներ շարունակ ամերիկյան այսպես ձեռքի տակ էր, դարձել էր նարկոարտադրության, թմրանյութերի արտադրության եւ նարկոտրաֆիկինգի ամենախոշոր կենտրոններից մեկը։ Նույն Մեքսիկան, որ իրենց հարևանն է, էլի ամերիկյան այդ ձեռագրին համապատասխան եւ իրենց հատուկ ծառայությունների ձեռքերով նույն թե միգրանտների, թե ուրեմն թմրանյութերի առողջարքի, թե զենքի ապօրինի վաճառքի կենտրոններից մեկն է։ Կոսովոն, որ դարձել է ամբողջ Եվրոպայի հանցագործ այսպես կենտրոնը, հանգույցը, որտեղ այդ ամեն ինչ անգամ մարդկանց օրգանների վաճառքն է այնտեղով իրականացվում, ես արդեն տասնամյակներով շարունակող գործընթաց է։ Եվ այս պարագայում իրենց պետք չէ ինքնաբավ սեփական կարողություններով, տնտեսությամբ, մշակույթով, կրթությամբ առաջատար կամ զարգացող երկիր ունենալ այս տարածաշրջան, որը կարող է իրենց քաղաքականությանը ասել ոչ եւ իրենց ենթակա լինելու հրահանգներին ասել ոչ։ Եվ դա է պատճառը, որ իրենց կողմից աջակցված եւ օգտագործված մեթոդներով այսօրվա մեր ղեկավարությունը բերվեց իշխանության, օգտագործելով նաեւ մեր ժողովրդի այն բարի մղումները եւ ցանկությունները, որոնք գալիս էին ավելի արդար, ավելի ազատ, ավելի պաշտպանված եւ ավելի զարգացած երկիր ունենալու ցանկությունից։ Մենք հասկանանք, որ այս ամբողջ, ինչ ասեմ, աղմուկը մեղմ արտահայտված հստակ հրահանգ է հերթական հակառուսականության ալիքը բարձրացնելու եւ դրա ֆոնին ռուսական կողմին ստիպելու, որպեսզի սահմանային կետերից դուրս գան, որտեղ գործողություններ են նախատեսվում Իրանի դեմ եւ այս Իրանի դեմ գործողությունների համար շատ կարեւոր է Իրանի հետ սահմանում ռուսական ուրեմն սահմանապահների դուրս բերումը, որի մասին կարծեմ մոտ մի ամիս առաջ իրենց քպական ներկայացուցիչներից մեկը իր խոսույթում արտահոսք էր տվել եւ այստեղ մենք եւ ոչ միայն նաեւ թուրքական սահմանին են կանգնած ռուս սահմանապահները այս առումով հասկանանք, որ սա այսօր երբ որ այս դրվագի, Իրանի դեմ դրվագի մասերից մեկն է։ Եվ այսօր մեր նշեցի, որ արտգործնախարարի աթոռը զբաղեցնող անձը գտնվում է Միացյալ Նահանգներում, հանդիպում է նախատեսվում, եւ հանդիպումը հերթական զիջումը կորզելուն է, ուղված, որի հետ կապված թե ադրբեջանցիները վերջերս ամերիկյան կողմի հետ իրենց հանդիպումներում, թե Հական Ֆիդանը արդեն ակնարկներով հասկացրել են, որ այդ զիջումները չլինելու պարագայում իրենք Իրանի դեմ գործողություններին չեն մասնակցի։ Այսինքն հերթական անգամ հայ ժողովրդի Հայաստանի մեր պետության հաշվին սպասարկում են իրենց շահերը։ Եվ ես գոնե հույս ունեմ, որ իրանական զարգացումները ըստ իմ տեսնվող նախադրյալների այդ արևմտյան սցենարը համենայն դեպս այն ձևով չի գնացել, ինչ որ իրենք էին ուզում եւ գուցե շուտ է ասել ծախողվել է, բայց ծախողման ճանապարհին է եւ կարծում եմ, որ երեկվա եւ առաջի օրվա այդ հանրային հավաքները ի պաշտպանություն իշխանությունների նույն ամերիկյան կողմին որոշակիորեն իրավիճակը վերագնահատելու կդրթեն եւ իրենց նախատեսած եւ Իսրայելի կողմից ցանկալի ծրագիրը Իրանին հարվածելու գոնե ժամանակավորապես կհետաձգեն։
Դրան նպաստում է այն, որ այդ 48,000, եթե չեմ սխալվում, լրատվամիջոցների Starlink-երը չեզոքացվել են եւ նշանակում է, որ իրենց կողմից կազմակերպված եւ անգամ ներդրված, դրսից բերված այդ խմբերի միջև կազմակերպված հաղորդակցությունը ապահովելը բավականին բարդ է լինելու եւ այս իրավիճակում դրսից արձակումը իրականացնելը դա ակնհայտ ձախողում կնշանակի։ Ես չեմ բացառում, որ իրենք ինչ որ մի քայլ կանեն, պատահական չէ, որ Թրամփը խոսեց իրանական կողմից իրենց բանակցելու առաջարկների մասին, այլապես նա դրա մասին չէր խոսի, այսինքն նրանք այսպես դուռ են բացում սահուն կերպով այս իրավիճակից դուրս գալու առանց ձախողման հայտարարություններ նրանք ովքեր որ Իրանի հետ ուրեմն 28% կբարձրացնենք, ճնշում է մեր վրա, դրա համար էլ երևի կանչել են, չէ, դրա համար չի, այստեղ Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ զիջումներ են պահանջում անկլավների մասով։ Եվ դա վերաբերում է, այո, դրա մասին է խոսքը, Թուրքիան հայտարարել է, այսինքն ինչ ուղիղ կապ ունի Իրանի գործողությունները մեզ հետ, սիրելի հայրենակիցներ։ Այո, իհարկե ուղիղ կապ ունի։ Հունվարի 1-ից նրանք ասել են, որ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար բացելու են սահմանը, բայց եթե չեմ սխալվում, չի գործում, չէ՞։ Համենայնպես մենք դրա մասին տեղեկատվություն չենք ստացել, իսկ այսօր ամսի 13-ն է։ Ադրբեջանում վերջի հանդիպումների ժամանակ Ալիևը պահանջել էր 907 բանաձևի վերջնական վերացումը, ինչի մասին ես խոսել եմ, որ դա նախագահի որոշումը չէ, դա կոնգրեսով պիտի անցնի, իսկ կոնգրեսում այսօր ամերիկյան կողմը ցանկություն չի ունենա ընդհանրապես նման բանաձև բերել, որովհետև այնտեղ համաձայնությունը բացակայում է, գումարած ամերիկյան կողմը երբեք իր ձեռքից բաց չի թողնի այդ դագանակը, որը կարող է օգտագործել Ալիևյան ռեժիմի դեմ։ Նույն թուրքական կողմը վերջերս Ֆիդանի խոսքերով հստակ նշեց, որ նրանք հարավային Կովկասում Ամերիկայի հետ նույն նպատակներն ունեն։ Սա ակնարկ էր, որ մենք համաձայնեցված ենք գործում։ Իսկ համաձայնեցված գործելու Իրանի դեմ միանշանակ։ Չէ՞ որ Իրանի դեմ նույն այդ խմբավորումների ձևավորման, կազմավորման, սնուցման հարցում ակտիվ դերակատարում ունի Թուրքիան։ Եվ այստեղ նաև կապ ունի սիրիական հատվածը, քրդերի միջոցով իրենց քրդական եղբայրներին համապատասխան զենքերի եւ այլ հրահանգների փոխանցումը։ Մենք այստեղ հասկանանք, որ շատ մեծ պատերազմ է նախապատրաստվում Իրանի դեմ, որը այս պահին դեռ այնքան չի հասունացել։ Իրենք հույս ունեն, որ ներսում նմանատիպ ցնցումների արդյունքում իշխանությունը կսասանվի եւ իրենց համար շատ ավելի հեշտ կլինի դրսի հարվածի միջոցով երկիրը արդեն քանդել, բսկտել եւ դրանով ոչ միայն իշխանափոխության հասնել, այլև վերահսկողություն հաստատել որոշակի տարածքների վրա։ Սրան էր ուղղված նաեւ Իսրայելի կողմից վերջերս Սոմալիլենդի անկախության ճանաչումը, որը նպատակ ունի Եմենին զսպելու եւ եմենական այդ խմբավորումների, հուսիտների գործողություններին հակազդելու, դրանով ապահովելով Պարսից ծով գնացող դեպի Իսրայել գնացող նավերի անխափան անցումը, որոնք սպառազինություն կբերեն եւ կապահովեն Իրանի դեմ գործողությունները։ Այսինքն այստեղ մի մեծ համալիր հարված է նախապատրաստում, որը այս պահին դեռ ամբողջովին մշակված եւ հղկված չէ։ Իրենք հույս ունեն, որ Իրանի ներսի այս իրենց սադրած գործողություններով երկիրը քաոսի մեջ կընկնի, դրանով հեշտացնելով իրենց քայլերը, բայց որքանով ես տեսնում եմ, այդ քաոսի վերածելու գործողությունները չեն հաջողել, հանրային աջակցությունը նմանատիպ գործողություններին բացակայում է, արդեն ակնհայտ է բոլորի համար, որ սրանք պատվիրված խմբավորումներ են, որոնք փորձում են այդ հրկիզումների, բռնությունների միջոցով քաոտիկ իրավիճակ ստեղծել տեղերում, նաև հանրության կողմից, ոչ միայն հանրության, այլև Իրանի ռազմական զինված ուժերի, ներքին ուժերի կողմից որոշակի բախումների բերելու հույս ունենալու, որ կկարողանան ինչ-որ զանգված ներգրավել, բայց որքանով հասկանա, ժողովուրդը հասկացել է ում հետ գործ ունի եւ ինքը ժողովուրդը հետ է քաշում։ Նախորդ փորձի ժամանակ 12
օրիայի ժամանակ իրենք փորձեցին օգտագործել անջատողական շարժումները, չստացվեց, իրանական կողմը մեկուսացրեց, այս անգամ իրանական կողմը մեկուսացնել եւ մեկուսացնելու է այդ թե Մոսադի թե այլ հետախուզությունների ձեռքի տակ գործող անձանց, որոնք մինչ այժմ թաքուն էին պահվել եւ փաստացիորեն իհաց չեն գալիս։ Կարծում եմ, որ Իրանի իշխանությունների կողմից այս որոշակի զսպված նաեւ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ թույլ տա սրանց իրենց դեմքը բացել։ Ի հայտ գալ ամբողջովին, որպեսզի թե իրավականորեն իրենց ժողովրդի առջև նաև հիմնավորված լինի նրանց վերացնելու քայլերը, լինի դա քրեական պատժի կամ ուրեմն նաև դեսպանների ներկայացնել թե ինչ վայրագություններ են անում։ Եվ նաև աշխարհին ցույց տալու, որ իրենց գործողությունները արդարացված են եւ սա արտաքին փաստացիորեն միջամտություն էր երկիրը քաոսի վերածելու համար, որը ես ենթադրում եմ, գուցե սխալ եմ, առաջիկա մի քանի օրերը, մինչև շաբաթվա վերջը հստակ է լինելու, արդեն այսպես ասած մյուս կողմից Թուրքիայի վերջացնեմ, իսկ դա նշանակում է ձախողելու պարագայում, եթե այսպես սկսեն խոսել իբր բանակցություններ են գնում եւ այլն, ձախողելու պարագայում դա կնշանակի, որ այդ մեծ խոշոր հարվածը, որի մասին ես խոսում եմ, դա նախապատրաստվում է ամենայն մանրամասնությամբ եւ դա շատ ավելի ռեգիոնալ է լինելու հենց Իրանին դեմ աշխատացնելու համար եւ դա կգա արդեն դեպի հունիս ամիս։ Մովսես Հակոբյանի նկատմամբ գիտեք քրեական հետապնդում կա, գործեր են հարուցվել, քիչ առաջ խոսեցի դրա մասին, Մովսես Հակոբյանը այն քիչ բարձրաստիճան սպաներից էր, զինվորականներից էր, ովքեր իրականության մասին բացահայտեց, թե ինչ է եղել Նիկոլի իշխանության գալուց հետո, որ ինչպես մի քանի անգամ փորձ է արվել ներկայացնել, որ ինչ խնդիրներ կան ներսում եւ ինչ ուղղությամբ պիտի զարգանալ, ոչ մի բան չի արել, հակառակն է արվել եւ որտեղ նպատակը եղել է մեր բանակը եւ զինված ուժերը ուղղակի պաղալիզացնել։ Ոչ միայն դա նաեւ ներկայացրեց, թե պատերազմի ժամանակ ինչպես են դա, չգիտեմ, ծրագրավորված է եղել, ծրագրված քայլերի հաջորդականությամբ, այո, ինչպես է տարել կազմակերպված, քիչ սպաներից էր, որ դրա մասին խոսեց, տեսեք ինչ է, բայց հիմա այս ապիկար իշխանությունը, այս դավաճան, ես չեմ հոգնում անդադ կրկնելու, չգիտես ինչի, ես ճլորած մարդիկ, այսինքն ինչքան բանակը հյուծվում է, բանակը ավիրվում է, ինչքան սահմանները փոքրանում է, այդքան Սուրեն Պապիկյանի բանը մարմնի համապատասխան չափերը սենց մեծանում է, էլի, սովածների բանը, սենց փքվել, ուտել, հարստանալ եւ ի ցույց դնել։ Օրինակ ես կարծում եմ բան էլի մեծ բան անբարոյականություն է, երբ որ հարևանները սոված են քո կուշտ լինել այդ ագահ ուտել բանը դա ցուցադրել, երբ որ համատարած ողբերգություն կա, այսքան կորուստ, այսքան բան, ասենք ճիշտ բան եք ասում, բայց զեղություն, ինչ որ ընտանեկան երջանիկ նկարներ ես դնում տղա ջան, դա եւս նպատակային է, ցավեցնել ինչքան կարող է, ժողովրդին ստրեսի մեջ պահել, ժողովրդին խոսելու նյութ տալ, հա բերանի մասնակցը, բայց հետաքրքիր է չեն արդեն։ Չէ, հետաքրքիր է, որոշ մարդիկ խոսում են, այսինքն իրենք հստակ նախ ժողովրդին այդ անընդհատ ստրեսի մեջ պահելը, անընդհատ ցավ պատճառելը, հա, բաց վերքի վրա աղ լցնելը։ Բոլոր առումով դու գիտեք, որ մենք հիմա այս ինչ որ շնչում ենք, մեր տանը ճիշտ ասած այդ սարքը բերել են, դա խայտարակություն է։ Ուրեմն ամենաթունավոր գոտում ենք մենք, Պեկինի գիտեք ամենաբան քաղաքներից մեկն է, տանը, որ թվում է մի քիչ փակ է բաները, օդը մաքրվում է, ասենք օրեր շարունակ, խայտարակություն։ Եվ ասում են այս թվերով, ուրեմն եթե ոչ բոլորը, ամեն երկրորդը 5 տարուց ունենալու են քաղցկեղ։ Երեխայից բռնած, որտեղ մենք անտարբեր անցնում ենք դրա կողքով։ Մեզ սպանում են սիրելի հայրենակիցներ, որ դուք գնում եք սրակամ նրա ինա դու հակառակ մենակ թե քիչ թե շատ կայացած մարդիկ վատ ապրեն, որտեղ դուք պարազիտ եք, վատ եք սովորել, ձեր կյանքը չի ստացել, մենակ թե վրեժ լուծեք եւ գնաք փողոցից եկած բոմժերին ընտրեք, ի հեճուկս չէ։ Այ այսօր ինքը այսօր արդեն չկա ընտրովի բան, այնպես չի մենակ ինձ ուտիկին
Աղաջանյանը, որ ասենք, բանը ճշմարտությունն է ներկայացնում եւ պայքարում, չէ, մենք չենք թունավորում եւ մենք չենք բոլորը, մենակ այնպես չի էլի, որ մենակ բանը պայքարողների բանի ворթիների դեմ է, մեր դեմ է, չէ, բոլորի դեմ է, որտեղ այդպես է, երբ որ դու գնում ես պատահական մարդկանց իրենք այս ձեռագիրը պահել են նաև կհիշեք պատերազմից առաջ պատերազմի ժամանակ դրանից հետո երբ որ ժողովրդի ուշադրությունը շեղում էր հերթական ինչ որ խնդիրներով, հա եւ մենակ չէ շեղում են, մեզ սպանում են նաև զուգահեռ բացի շեղում են, որպեսզի իրենք տակից իրենց հստակ ցուցումները իրականացնեն։ Այսօր դա արվում է ժողովրդին ցավի մեջ պահելու համար, որպեսզի ժողովուրդը այդ ցավի, այդ դժբախտությունների ալիքի մեջ չուզենա ուրիշ բան լսել։ Հիմա ինչի համար պաշտպանական ռեակցիան աշխատացնելով մարդիկ բնականաբար հետ են քաշում եւ փորձում են ինչ-որ մի կերպ իրենց պատնեշել։ Այդ պատնեշը ստեղծել, որը մի կողմից օգնելու է որ երբ որ քո տարածքը տանում դու ձայն չհանես, մտածելով որ ապաթիայի մեջ գտնվող ժողովուրդը չի գնա ընտրությունների եւ երկրորդը տվյալ դեպքում արդեն այդ արձագանքը չտալ խնդիրներին ինչ որ իրականում բաց աչքերով նայող մարդը կարող է տալ։ Սա մենք հասկանանք եւ մեր ժողովրդին բացատրենք։ Եվ մի կարևոր իզուր արվում է միտումնավոր, անտեսեք, նման մարդկանց դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը նման խնդիրների դեմ պայքարելու կազմակերպված վռնդել իրենց առաջինը անտարբեր եւ թույլ չտալ որ քեզ ցավ պատճառեն իրենց մտածված եւ թիրախավորված գործողությունը, երկրորդ ուշադրությունը բաց պահել եւ թույլ չտալ որպեսզի նմանատիպ նյութերով շեղեն բուն խնդիրներից։ Սա շատ էական է։ Եվ ամենակարևորը մենք կարողացել ենք ազգովի պատմության ընթացքում ապացուցել, որ ամենաաներևակայելի անհնարին պահերին մենք մեր միասնականությամբ եւ մտածված ու դատող գործողություններով կասեցնել համաշխարհային ծրագրեր։ Այսօր եւս այդ օրն է, այդ պահն է։ Մենք ունենք խնդիր այս իշխանություններին հեռացնել։ Ես պատահական չտվեցի Մովսես Հակոբյանի անունը, ուրեմն սիրելի հայրենակիցներ, նրանք ովքեր որ ասում են Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, Հայաստանի Հանրապետության են տարածքները, որ Նիկոլը սահմանադրության պատասխանատու էր եւ Արցախի Հանրապետության տարածքները, որ իր օրոք հանձնվել է, ինքը տեղով հրեշտակ դառնա, Աստված դառնա, կաթողիկոս դառնա, ինչ ուզում է դառնա, այս ինքն է արել, որտեվ իր սահմանադրությամբ թիվ 1 պատասխանատուն եղել է Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մեր հայրենիքը հանձնվել է թշնամուն։ Հիմա տեսեք, այն մարդիկ, ովքեր որ ասում են մենք ունենք հայրենիք եւ ահաբեկչության դուռը բացող եղել է Նիկոլը հայտարարելով որ Արցախը Ադրբեջան է եւ բանակը ոնց է լուծարել հյուծել եւ հասցրել այն շեմին որ մենք պարտվենք, նրանց բոլորի վրա կա քրեական գործեր կամ բանտերով են անցնում, բանտերում են կամ կա քրեական գործեր կամ կալանավորում են իրենց եղած չեղածը, բայց օրինակ Կարեն Շաքարյան անունով մեկը Բարձրաստիճան զինվորական որ Արցախի հերոսի կոչում ուներ, այս անձը նա ով որ մասնակցում էր պղծության, այս տականքը մասնակցում էր պղծության գնացել էր եւ Աննա եկեղեցի Բաքում այդ արշավին եկեղեցու դեմ արշավին էր մասնակցում եւ Արցախի նախագահը զրկեց այդ կոչումից։ Այսօր օրինակ բանը հատուկ խոսել է դրա մասին Պապիկյանն ասել է որ Շաքարյանը Արցախի հերոսի բանը Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է։ Հիմա էլի պատվախնդիր։ Ուրեմն եթե դու պիղծ ես, եթե դու արշավում ես հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապար հոր դեմ, Արցախը չես համարում քո հայրենիքը, Արցախայության ոչ մի խնդիր, ոչ մի բան քեզ չի հուզում։ Այսօր նոր տարածքների հանձնով չես զբաղվում։ Այսինքն այս ահաբեկիչներին, այս երկիր հանձնողներին, եթե ողջունում ես իրենց բոլոր պիղծ դավաճանական գործողություններին, դու շատ լավ պատվախնդիր սպա ես։ Եթե դու ասում ես Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, դու թշնամի ես, առնվազն հռչակվում ես այսօրվա այս իշխանությունների կողմից եւ դու պատժվում ես, հա, ի գիտություն բոլորին, սա նկատի ունեցեք։ Գիտեք, դա այն է, ինչ որ իրենք կուզենան, որ ժողովուրդը դրան հավատա եւ դրանից վախենալով չգործի, որովհետեւ իրենց ծրագիրը կարողանան բարեհաջող ասենք Նարեկ ստահեցնում են, որ դա իրենց չի հաջողելու եւ մարդկանց համար Վրաստանում 220,000 մարդ անցել է բանտերով Սահակաշվիլի օրոք, հաջողեց Սահակաշվիլուն 220,000 հոգու բանտ է նստացրել։ Ոչ միայն, պատկերացնում եք
վերջերս տեղեկատվություն կարդացի, որ Իրակլի Կոբախիձեին նախկին վարչապետին կարծեմ 5 տարով, հա, 5 տարով, այո, ազատազրկել են եւ նա ընդունել է իր մեղքը։ Սա դեռ այն ղեկավարն էր, որը տուրք չէր տալիս մեծամասամբ ամերիկյան եւ արևմտյան ճնշումների, ճիշտ է շատ, այո, բայց իրեն հեռացրեցին, որովհետեւ արդեն խնդիրներ ուներ եւ ինքը կարող էր տեղիք տալ։ Կհիշեք, որ մեզ համար զարմանալի էր, ինչու փաստացիորեն բավականին հաջող թվացող այդ վարչապետական իր գործունեության ընթացքում իրեն փոխարինեցին մեկ ուրիշով։ Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու, որովհետև եղել են խնդիրներ, որոնք սովորաբար արևմտյան օղակներին օգտագործում են որպես կոմպրոմատային նյութ, պարտադրելու տվյալ անձին իրենց համար հաճո գործողություններ իրականացնելու համար։ Եվ այստեղ արդեն այդ անձնավորությունը փաստացիորեն պետության ղեկին նստածնելով վստահություն չէր ներշնչում իր իսկ կուսակցությանը եւ հիմնական գաղափարային այն նպատակներին, որոնք իրենք ունեն եւ իրեն հեռացրեցին, որպեսզի այդ ճնշումների ներքո նա սխալ քայլեր չանի եւ Վրաստանին չդնի ուկրաինական վիճակի մեջ։ Այստեղ ցույց տվեց, որ անցած ճանապարհի եւ այդ աղետների արդյունքում գոնե վրացական իշխանությունները այսօրվա իրենց դասերը քաղել են եւ հասկացել են, որ արևմուտքի համար ոչ իրենք, ոչ մենք, ոչ մեկ այլ մեկը որևէ նշանակություն չունի։ Նրանք մեկ վայրկյան անգամ աչքները չեն թարթի զոհասեղանին դնելու համար։ Այսօր բազում խոստումներով իրենց ուզածը կստանան։ Սահակաշվիլին ոչ է գերազանցի։ Սահակաշվիլին դե չգիտեմ։ Զելենսկուն ոչ են գերազանցի։ Զելենսկին վաղը նույնիսկ կտեսնեք ինչ, բայց տեսակ հսկայական երկիրը, որը կներեք Եվրոպայի ամենամեծ տարածք ունեցող եւ ծաղկուն ու հեշտ, չգիտեմ, խորհրդային միության մեջ Ռուսաստանից հետո երկրորդն էր իր տնտեսական զարգացածությամբ ու հնարավորություններով, հա, հաշվի առնելով թե այն սևահողերը, որը այսօր էլի Հիտլերի ժամանակների նման այսպես վագոններով երկրի ստանում են, ամբողջ ռեսուրսները օտարել են, վաճառել են, այսինքն ամբողջովին երկիրը ստրկացման են տարի, ավերումն էլ չեմ ասում։ Հիմա մեզ նույն ճակատագրին են ուզում արժանը։ Մենք արդեն ցեղասպանության ենթարկվել ենք իրենց ծրագրերի պատճառով, նույն արևմուտքի գրպանային շահերի իրենք հեգեմոն մնալու ցանկությունը ապահովելու նպատակով զոհաբերում են ամեն ինչ եւ ամեն ոք։ Մի հսկայական երկիր Սիրիան ավերի է վերածվել։ Պատերազմական անդադ գործողություններ են տեղի ունենում, նույն Իրաքը ոտքի չի կանգնում, նույն Աֆղանստանը ոտքի չի կարողանում կանգնել իրանց բերած ավերի պատճառով, այսինքն նայեք աշխարհի ցանկացած անկյուն, այսօր Վենեսուելան է, վաղը խնդիրներ են ունենալու, որտեղ այն ինչ որ իրենք անում են, երբեք չի լինում հոգուտ այդ երկրի ու այդ ժողովրդի։ Մեծ խոստումներ են տալիս, այդ մեծ խոստումների տակ բացարձակապես բացի սեփական մորշը եւ շահը սպասարկելու ցանկությունից ոչինչ չկա։ Եվ վերջին հարցը մեր գործընկերը շարունակվում է փակված մնալ, ուրեմն արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է, սա ես չգիտեմ, ավելի մեծ ահաբեկչություն որ հնարավոր է տարել են կանցեր հասկացողություն կա, այսինքն այնտեղ ամենադաժան պատժախուցն է։ Պատժախուց։ Պատժի համար նախատեսված հացադուլի մեջ գտնվող մարդու համար պիտի տալ ավելի բան պայմաններ, որ լինի ամեն րոպե հսկողության տակ։ Իրեն տարել են այդտեղ բժշկական։ Այո, Նարեկ Սամսոնյանը ինչի համար, որովհետև ինչ ծնունդ է ասել Ալենի իրենց, Շան լակոտներ, շան չգիտեմ, չէ, ինչ որ բառեր է ասել, ազգային ժողովի նախագահը իրենց հասցեին եւ իրենք համարժեք պատասխանել չի տվել են, Նարեկը չգիտեմ ինչ է ասել եւ այսօր, բա խոսքի ազատություն եք խոսում, իրավունք եք խոսում, ձայներ, չգիտեմ, մեր ժամանակ խոսքի ազատությունը, լրատվամիջոցների ազատությունը, չգիտեմ ինչ։ Այսօր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունենում բառից բուն իմաստով խոշտան գում։ Այո, եկեք մի բան ֆիքսենք։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգենը Սաղաթելյան մեղադրվող են։ Այո, դեռ չեն հաստատվել մեղադրանքը։ Այսինքն դա մեղադրվող է։ Դատական վճիռ չկա։ Դա դատական վճիռ չկա։ Այսինքն նրանք որոշել են կալանք։ Այսօր մեր օրենքի առջև անմեղ են։
Եվ անմեղ մարդուն պատժախուց տանել, զուտ այն պատճառաբանությամբ, որ տվյալ տարածքում իրենք չունեն համապատասխան ինչ-որ սենյակ, դա աբսուրդ է։ Չունեք սենյակ, ուրիշ տեղ տարեք այդ սենյակը, որը ապահոված է, կամ բարի եղեք սենյակներից մեկը ապահովել համապատասխան պայմաններով եւ ապահովել հացադուլի պայմանները։ Ի վիճակի չեք տեղափոխեք ուրիշ տեղ։ Խնդիրն անում է, որ անմեղ մարդուն այսօր, որտեղ նա օրենքով դատապարտված չէ, անմեղ մարդուն այսօր ոչ միայն կալանքի տակ են պահում, այլև տեղափոխել են պատժախուց, որը նախատեսված է պատիժ կրելու համար, եւ նրա առողջությանը փաստորեն խոշտ անգումներով փորձում են մարդուն ստիպելու որոշակի զիջումների գնալու։ Սա աբսուրդ է, բայց սա տիպիկ ձեռագիրն է այս իշխանությունների։ Այո։ Սա հասկանամ։ Բադու մեծ ես խոսում, ես ընտրված եմ, չես սպասեք 600,000 չգիտեմ ես ունեմ, ես ինչ որ դեմոկրատիա, չգիտեմ ինչ ճանապարհ բռնել, բոլորին կալանավորել, ծեծ ու ջարդ, գցել բանտերով, կալանքներ նշանակել։ Եվ եւս մեկ անգամ մեր հանրության համար հիշեցնեմ, որ ծպուտ անգամ չի հնչում ոչ ամերիկյան դեսպանությունից, ոչ պետքարտուղարությունից, ոչ եվրոպական միություն կոչված երկրներից, որտեղ իրենք այսպես կուրծք ծեծելով փորձում են ամբողջ երկիրը ժողովրդին բրթելով, տեղավորելով ճխտել այդ վերացող կառույցի մեջ, ոչ իրենց սպասարկող, այսպես ասած, իրավապաշտպան կառույցներից ենք մենք ձայն լսում սրա հետ կապված։ Սա ուղղակի ժողովրդի համար այն արթնացման կոչնակ կլինի, որ հասկանան, որ այդ բոլոր թեզերը, որոնց մենք հավատում ենք եւ որոնց մենք ուզում ենք, որ իրոք մեր երկիրը այդ սկզբունքների հիման վրա գործի, աշխատի եւ այլն, եղել է ընդհանրապես գործիք արևմտյան երկրների կողմից մեր հանրությանը խապկանքի մեջ պահելու եւ իրենց դրածոներին իշխանության բերելու, որպիսի նրանք կատարեն այն հանձնառությունը եւ այն ծրագիրը, ինչի համար իրանք բերվել են։ Իսկ այդ ծրագիրը խոստանում է Հայաստան պետության վերացումը եւ հայ ժողովրդի որպես այդ պետության գերակատարի բացառումը այս տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանին մնացել է միայն հենման այդ վարչական ռեսուրսը դա էլ է շատ խախուտ իրաց այո խարխուլ վիճակում է միակ այդ իրավապահ համակարգի այդ իրանց պարետներն են ոստիկաններն են եւ ինքը կիրառում է միայն նստացնեմ, բռնեմ, ջարդեմ, եթե պետք է սպանել, որովհետեւ դեռ օրինակ Փարաքյարի համայնքի ղեկավարի սպանությունը, այդ ինչպես եղավ Փարաքյարի համայնքի ղեկավարը, որ ընդդիմադիր է, սպանվում է, այդ ինչպես է լինում նույն ժամանակահատվածում, չգիտեմ քանի քրեական գործեր էջմիածնում, օրինակ որ մտրապայքարի մասնակցող այդ ընդդիմադիր տեխնացուի հետ կապված, ինչպես է լինում, որ Գյումրու քաղաքապետը ձերբակալվում է, ընտրված, ինչպես է լինում, որ նույն ժամանակաշրջանում Մասիսի քաղաքապետն է ձերբակալվում, հանկարծ հիշում են, այսինքն դուք ոչ մի կապ չեք տեսնում Փարաքյարի համայնքապետի սպանության, այս ձերբակալության, իսկ Հայաստանում այդ բաները ինչպես Նիկոլն ասում է, ով է միակ որոշում կայա, Աշոտ Երկաթի, իսկ այդպիսի որոշումներ Հայաստանում ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով է այդ որոշումները կայացնում, ով է իրավունքը միայն ունի, ինքը ինքն է կառավարում։ Ես եմ կառավարում, ավելին ասեմ, հիմա դուք խոսում եք այս մարդկանց մասին, ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ նաև ասել, թե ինչ վախ ու սարսափ է տարածում։ Երեկ էլ եմ խոսել դրա մասին, ջերմատներ ունեցող անձին, գյուղացիներ զանգահարել էին ինձ։ Ուրեմն ես այս թեմային բազմիցս անդրադարձել եմ, որտեղ իրենք շատ հետևողական են նախկին իշխանությունների ժամանակ մշտապես գալիս են եւ բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին։ Ուրեմն համատարած հոսանքազրկումներ ա լինում, գիտեք ինչ է, որովհետեւ ապաշնոր ապիկարների խլել են Սամվել Կարապետյանի ձեռքից եւ ապաշնոր ապիկար մարդկանց ձեռքն են հանձնել եւ ինչ է լինում։ Իսկ դուք հասկանում եք ջերմատների համար ինչ է, եթե այնտեղ լոլիկը ինչ է, մի ժամ ցրտահարություն վերջացավ հազարավոր դոլարների կորուստ, այդ մարդիկ էլ բոլորը հարկի վարկի տակ են, սա մի կողմից, որևէ սուբսիդիա չի տրամադրվում, կասեմ, որևէ սուբսիդիա չի տրամադրվում այս գյուղացիներին, որ հիմա եկել են, ասում եմ, մենք ճիշտ այն ժամանակ եկել էին ինձ տեսնելու, այն ժամանակ Նիկոլին են կընտրել, բայց իսկ խայտարակություն ասում, Սերժ Սարգսյանի ժամանակ, գիտեք ինչքան սուբսիդիաներ էին մեզ տրամադրում, ինչպիսի արտոնյա բաներ էր տրամադրվում, հիմա այդ ամեն ինչը չկա, պարարտանյութեր էր տրամադրում, ինչ որ զեղչեր եւ բանկերի ստոկոսները որոշակի բաներ, ասում եմ, ոչ մի բան Նիկոլը չի անում, դե նպատակը ո՞րն է, նպատակը
այն է, որ այս մարդիկ բերում են դրսից Իրանից եւ Թուրքիայից ապրանքներ, որ մեր գյուղատնտեսությունը ավիրվի, ինքը ստիպված լինի արտագաղթել եւ ասել, որ դե ինչ անենք, պետք է թուրքերի հույսի մնանք, ապրանքը բերել եւ գյուղատնտեսությունը ավիրվի։ Մեր տնտեսության ինքն է։ Բայց մի ուրիշ կարևոր բան է ասում թուրքական վերահսկողության ներքո։ Բայց սա արվել է 18 թվականից սկսած, երբ որ վերացրեցին գյուղնախարարությունը։ Այո։ Սա արվում է հստակ ծրագրով։ Բայց ուրիշ կարևոր բան եմ ուզում ասել։ Ռուսաստանում մեր շուկաները, որտեղ իրենք ամբողջովին մեր մատակարարները, այսօր գյուղացիների դաշտում բերքը մշակում են, բերքը սպառելու հնարավորություններ ուտեղ չեն տալիս։ Գյուղացիների մեծ մասը դադարում են մշակել այդ։ Ես մոռացել էի, այդ գյուղացիները ինձ հիշեցրեցին, ասում եմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գյուղնախարարը Լոքյանն էր, ասում եմ մի օր ելույթ ունեցավ, ասեց մի կիլո բերք այդ գյուղացու մնաց հողի մեջ, տեսեք ձեզ ինչ եմ անելու։ Ասում եմ վախեցած ամեն ինչ անում են, որ գյուղացու բերքը գնար հասներ, բայց շատ հետաքրքիր բան եմ ասում Տիկին Աղաջարյան, ասում եմ դե եկեք խոսեք ձեր խնդրի մասին։ Չեն խոսի, վախենում են։ Ասեցին։ Վախենում են, այո։ Տեսնում ես Նիկոլ ինչ ես արել գյուղացու։ Վախենում են, բայց ինչ եք վախենում։ Ասում եմ ոնց ինչ ենք վախենում։ Ասում եմ իրանք այդ բաներում համայնքներում, ասում եմ մարզերում, բառացի, եթե ես չափազանցնում եմ, դուք էլ կարող եք գնալ, երբ ինչ որ մարդիկ ուղարկեք, ձեզ կասեն այդ մասին։ Ասում եմ ծեծ ու ջարդ է, ասում եմ ինչեր են անում։ Գիտեք մեր գլխին ինչ կանեն, ասում եմ կոնկրետ տալիս սատկացնում են, ասում եմ հատուկ իր դեմ ինչ որ տերոր են անում, ահաբեկչություններ են անում, գնում են կոնկրետ ասում են չհամարցակվեց, էսա, այսինքն գյուղացուց բռնած, էլ չեմ ասում թոշակառուներին։ Իմ հույսը, որ այս մարդիկ, որոնք այսօր հանրայնորեն իրենց դժգոհությունը արտահայտելու խնդիրն ունեն, իրենք ընտրատեղամասում քվեաթերթիկներով կկարողանան իրենց ընդդիմությունը արտահայտել։ Եվ մենք ամեն ինչ պիտի անենք, թե ընդդիմադիր դաշտում գործող անձնավորությունները, կուսակցությունները, շարժումները, թե ազգային խնդիրներով մտահոգ անձինք, որպեսզի մեր հանրությունը յուրաքանչյուր մտահոգ անձնավորություն գնա ընտրությունների եւ իր ձայնով ապացուցի, որ նման դավադիր, թշնամական, ազգադավ իշխանությունները տեղ չունեն մեր երկրում եւ մեր երկիրը իրոք մեր ժողովրդինն է, ոչ թե թշնամիներին, որոնք ինչ որ երևակայական վիրտուալ ծրագրեր են իրենց համար կազմում, ունենալով այստեղ իրենց խամաճիկին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։